Իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրակարգում են։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախորդային ԿՊ վարչության նորընտիր անդամներով կայացած նիստի թեմաները հենց այդ երկու հարցերն են եղել։ Նախ քննարկել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական շտաբին։ Նախորդ նիստում վարչությունը ընտրել էր շտաբի պետին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ քարոզչության պատասխանատու էր ընտրվել Վահագն Ալեքսանյանը։ Եվ հիմա էլ փորձում են հասկանալ, թե ովքեր պետք է լինեն նախընտրական շտաբի անդամները։ Ապա քննարկվել է երկրորդ հարցը՝ ՔՊԱ-ականների եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր թեմա դարձած կաթողիկոսի հեռացման հարցի քննարկման ժամանակ Փաշինյանը նշել է, որ լավ ազդակներ է ստանում հանրությունից, ու առաջիկայում այդ հարցում մեծ կոնսոլիդացիա է լինելու։ Ըստ իշխանության ներկայացուցիչների, էջմիածինցիները եւս իրենց են աջակցելու այս հարցում եւ իրենք առանց շտապելու ճնշումները մեծացնելու միջոցով կհեռացնեն կաթողիկոսին։